Բարև ձեզ ընկերներ, ես Համլետն եմ Թվանք ռազմախանութի աշխատակիցներից։ Այսօր կխոսենք նոր զենքի մասին, Perron արտադրանքի, որը որ կրակում է 7.62-39 մմ-անոց փամփուշտներ։ Վրան տեղադրված էր չինական արտադրության նշանոց իր հարմարանքով։ Փոփոխություններից զենքը ունի մի քանի փոփոխություն, մեկը իր ձգանը եւ իր ձգանի մեխանիզմն է եւ ուսային համակարգը փոփոխված դեպի ավելի լավը։ Ուրիշ տարբերություններ չկան զենքի հետ կապված։ Այս զենքը առկա է Թվանք ռազմախանութում վաճառքի համար։ Զենքը ներմուծել է Ազատազենը։ Ունենք երկու տարբերակ՝ 16.5 դյույմ ունեցող երկարությամբ ստվոլը եւ 14.5 դյույմ։ Ինչպես նախկինում նշել ենք, զենքը մնացած Perron-ներից տարբերվում է ուսային հարմարանքով, ձգանի մեխանիզմով։ Փորձենք կրակենք եւ տեսնենք ինչ փունջ կապահովի մեզ այս զենքը։ Եկել ենք ճշտադրման տեղամաս, արդեն կտեսնենք ինչ փունջ է ապահովում մեզի մեր տվյալ զենքը։ Կկրակենք Տուլամո տեսակի պատրոններով, որը որ էլի ներմուծում է Ազատազենը, կրակենք եւ տեսնենք ինչ ենք ստանում։ Ունենք նման արդյունք մոտ 2 սանտիմետրի մոտակայքում, որը որ լավ արդյունք է։ Ունենք մեկ փախցրած, դա ինձնից էր, համել ցուրտ ասառափողի արդյունքը հնարավորություն կարա տա մեզի։ Բավականին լավ արդյունք է զենքի համար, հաշվի առնելով, որ 7.62-39 մմ տրամաչափով փամփուշտ էին կրակում։ Հաշվի առնելով, որ անպամած եղանակ է մեր մոտ, իջնենք ներքև, փորձենք 300 մետր հեռավորության վրա գոնգերին կրակենք, տեսնենք ինչ արդյունք կստանանք։ Ինչպես տեսնում եք, եղանակային պայմանները մեզ թույլ չեն տալիս երկար հեռավորությունների վրա կրակելու համար, կփորձենք կարճ դիստանցիաների վրա կրակենք, տեսնենք տեղից ինչ է ստացվում։ Դե ինչ ընկերներ, ձեզ ներկայացրեցինք Perron տեսակի AR-15-ը, որը որ առկա է Թվանք ռազմախանութում։ Ունենք նաև, ինչպես նախկինում նշել էի, 14.5 դյույմանոց տարբերակը, սա 16.5-ն էր։ Հետագայում կցուցադրենք նաև 14.5 դյույմանոց տարբերակը։ Զինվեք, մարզվեք, դառեք Ազատազեն։